Ողջույն բարեկամներ, ես Տիգրան Խզմալյանն եմ։ Մենք շրջում ենք ավազը ժամացույցը։ Այսօր 2026 թվականի հունիսի 1-ն է։ Առաջիկա 20-25 րոպեների ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես է փոխվում աշխարհը եւ ինչպես փորձում է չփոխվել Հայաստանը։ Ասում են այսօր հունիսի 1-ին ոչ միայն մանկության եւ երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այլ նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն, ավելի ճիշտ տարեդարձը։ Ես չգիտեմ, թե ինչ նվերներ է ստանալու այսօր Նիկոլ Փաշինյանը, դա նրա անձնական գործն է, բայց ես գիտեմ, թե ինչ նվեր է նա մատուցել այսօր հայ ժողովրդին։ Ասում են եւ մենք բոլորս դեռ մանկուց հիշում ենք, որ հեքիաթներում առաջարկը արվում է 3 անգամ։ Մոգական դուռը բացվում է 3 հարվածից։ Երկնքից ընկնում է 3 խնձոր։ Եվ այլն եւ այլն։ Այդ 3-ը մոգական թիվ է։ 2026 թվականի մայիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետը, 3 անգամ ստացավ հրավեր, առաջարկ, հնարավորություն փոխելու իր եւ ինչն ավելի կարեւոր է, մեր հայրենիքի, մեր պետության, մեր ազգի պատմական ճակատագիրը։ Առաջին անգամ դա մայիսի 2-ն էր 3-ը, երբ աննախադեպ մի իրավիճակում Եվրամիության, Եվրոխորհրդի, Եվրոխորհրդարանի, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև մի քանի այլ երկրների, Բրիտանիայի, Կանադայի վարչապետները, նախագահները, ղեկավարները այցելել էին Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովին։ Աննախադեպ մի իրողություն, որի ընթացքում մնում էր միայն լայն ժպտալ եւ ասել, որ Հայաստանը երջանիկ է ընդունել իր հյուրընկալ հողի վրա քաղաքակիրթ աշխարհը եւ համարում է իրեն եվրոպական ընտանիքի անդամ։ Այսինքն անել այն, ինչ հենց այդ օրերին եւ դրանից առաջ եւ հատկապես այդ օրերին բազմիցս ասում էին եվրոպացիները։ Մեջբերեմ ընդամենը մեկ մարդու, բայց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտոյի պաթետիկ, բայց ճշմարիտ հայտարարությունը Հայաստանը Եվրոպայի հոգին է, ասեց Եվրոպական խորհրդի նախագահը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, ինչպես հիմա գիտենք արդեն բոլորովս, չընդունեց այդ մեծահոգի առաջարկը եւ գերադասեց, որ Հայաստանը մնա Եվրոպայի հոգի առանց Եվրոպայի մարմնի մաս կազմելու հեռավորության վրա։ Երկրորդ անգամ այդ առաջարկը շոկային էր, նույնքան աննախադեպ եւ անսպասելի։ Ընդամենը դրանից 10 օր անց, մայիսի 11-ին, Հայաստանին ապահարզան քաղաքական փափուկ ինտելիգենտ բաժանում, դա մեջբերում է, առաջարկեց ոչ ավել ոչ պակաս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ թվում էր, որ սա ոսկե հնարավորություն է, Ռուսաստանն էլ կարծես թե դեմ չէ, այն էլ ոչ թե պատերազմով, իհարկե այնտեղ կային թաքնված սպառնալիքներ, որ բայց դուք գիտեք, որ դուք մեզնից գազ եք առնում, մենք ձեզնից լոլիկ ծիրան ենք առնում, չենք առնի, չենք ծախի եւ այլն։ Այնուամենայնիվ, առանց պատերազմի փափուկ քաղաքակիրթ ապահարզան առաջարկում էր Պուտինը։ Իհարկե լավ կյանքից չէ, որ առաջարկում էր, բայց առաջարկեց։ Եվ Հայաստանից լսվեց փափուկ քաղաքակիրթ ինտելիգենտ ոչ, մեզ դա պետք չէ։ Սակայն Պուտինը չհանգստացավ, նա ինչպես բոլոր ռուսները Մոսկվա գալուց
խոսքերին եւ արցունքներին չեն հավատում։ Եվ նա մեկ անգամ էլ կրկնեց, չնայած որ զգուշացրել էր այդ մասին, որ պաշտոնապես կրկնելու է իր առաջարկը մայիսի 28-ին, Հայաստանի անկախության օրը, Աստանայում, Ղազախստանի նոր մայրաքաղաքում, հին Ալմատին էր։ Այս Ղազախստանի մայրաքաղաքները ճակատագրական են կարծես դառնում Հայաստանի համար։ Եվ այնտեղ ինքը եւ նրա գրպանային Լուկաշենկոները 4 երկիր են ԵԱՏՄ-ի կազմում՝ Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը եւ փաստորեն Չեռնորուսիան, ինչպես կես լուրջ կես կատակ անվանում են Հայաստանը։ Հայաստանն էլ է ԵԱՏՄ-ի անդամ։ Եվ Պուտինը այդ իր գործընկերների հանցակիցների հետ մեկ անգամ էլ առաջարկեց։ Այս անգամ ասաց շատ հետաքրքիր մի բան. հանրաքվե անցկացրեք սեղմ ժամկետում մինչև տարեվերջ եւ կողմնորոշվեք, եթե դուք մնում եք ԵԱՏՄ-ում, մի բան, եթե դուրս եք գալիս Եվրամիություն, մտնում եք Եվրամիություն, դա մեկ այլ իրողություն է, որոշեք պարանայեք, ասաց Պուտինը։ Եվ նույն օրը մայիսի 28-ին փոխվարչապետ Մահեր Գրիգորյանը, իսկ այսօր հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին պաշտոնապես, եւ դա երրորդ անգամն էր մայիսի ընթացքում, ոչ Հայաստանը դուրս չի գալիս Եվրասիական միությունից, այսինքն Մոսկվայի լծի տակից, եւ մնում է այդ լծի տակ, եւ հետեւաբար չի մտնում, չի կարող մտնել այդ պայմաններում Եվրամիություն։ Եվ հանրաքվե մեզ պետք չէ։ Այդ առաջարկը հատուկ շեշտվեց Երևանի այս երրորդ պատասխանի մեջ։ Վարչապետ Փաշինյանը ասաց, ոչ մեզ պետք չէ անցկացնել հանրաքվե, որովհետև մենք այժմեական չենք համարում այդ հարցի քննարկումն ընդհանրապես։ Մենք մնում ենք Ռուսաստանի հետ։ Այսպես որ հեքիաթն ավարտվեց։ Ինչպես մենք կանխատեսում ենք, կանխագուշակում ենք եւ զգուշացնում ենք այն բազմաթիվ անկեղծ եւ կեղծավոր մարդկանց, ովքեր Կուրսկ են ծեծում կամ ուրիշ տեղերը եւ ասում են ինչ եք խոսում, միթե չեք հասկանում, որ Փաշինյանը այսպես զգուշորեն, խորամանկաբար, նենգաբար, չգիտեմ էլ ոնց, հանճարեղ կերպով գնում է դեպի Եվրոպա։ Բոլորը դա տեսնում են, մենակ դուք չեք տեսնում։ Այո, մենք չենք տեսնում դա։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակ։ Մենք տեսնում ենք, որ 10 տարվա ընթացքում, լավ, 8 տարվա ընթացքում 10 անգամ բարձրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի բան չարվեց ապագաղութացման համար։ Մենք տեսնում ենք, որ վերջին 30 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 անգամ մերժեց Եվրամիության առաջարկներին եւ հետեւաբար մերժեց ձեր եւ մեր երազանքը։ Դա էր հայկական երազանքը՝ դարձնել Հայաստանը բարգավաճ, օրինաց, լուսավոր, ապահով, ինքնիշխան կամ մեկ խոսքով եվրոպական երկիր։ Կրկնում եմ, իր ծննդյան օրը, իր տարեդարձի օրը Նիկոլ Փաշինյանը այսպիսի նվեր մատուցեց հայ ժողովրդին։ Նա ասաց ոչ։ Հայաստանը մնալու է Եվրասիական միության անդամ։ Աշխարհը փոխվում է։ Այս ընթացքում փոխվեցին բազմաթիվ բաներ։ Էլ ավելի խորացավ ճգնաժամը եւ անջրպետը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ընդհատվեց եւ փաստորեն շատ քիչ հավանականություն կա, որ կվերսկսվի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, որովհետեւ սպառվեցին այն 60 օրերը, որը
որոնք սահմանադրությամբ Միացյալ Նահանգների տրվում են նախագահին, որպեսզի առանց կոնգրեսի համաձայնության եւ ֆինանսավորման, ինչն ավելի կարեւոր է, վարել որևէ ռազմական գործողություն, հատկապես Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Եվ մոտեցող աշնանը կոնգրեսական ընտրությունները, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում հանրապետական կուսակցությանը, տեղ են տալիս մտածելու, որ Թրամփն այլևս չի գնա նոր սրեցմանը։ Նա գերադասելու է այսպես թե այնպես համաձայնվել, հաշտվել, խաղաղվել եւ հայտարարել, որ նա պատերազմը հաղթել է։ Մոտավորապես նույնը փորձելու է անել Պուտինը, որովհետեւ այս օրերին շատերի համար աննկատ բեկում մտցվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ուկրաինացիները մայիսի 9-ին փաստորեն հասան հոգեբանական բեկմանը, երբ Զելենսկին միջալոց նա Երևանում դա հայտարարեց, դա պատմության մեջ կմնա, հեգնեց Պուտինին եւ ձեռ առնելով ասաց, որ եւ ոչ միայն ասաց, նա պետական, պաշտոնական հայտարարություն արեց, բանաձև ստորագրեց առայն, որ թույլ է տալիս Մոսկվային անցկացնել զինվորական շքերթ։ Դե Մոսկվայի զինվորական շքերթը բավական համեստ էր, կարելի ասել ավելի համեստ, քան Երևանի զինվորական շքերթը։ Ամենայն դեպս Ռուսաստանը դուրս չբերեց որևէ տեխնիկական միջոցներ Կարմիր հրապարակ։ Եվ օրինակ հայկական ռազմաշքերթում իդիվայլ հրետանիներին ցուցադրվեցին նաև ռուսական տոս, կարծեմ եւ .ու, եթե չեմ սխալվում, ամենայն դեպս մի քանի ռուսական արդյուրային կամ հրետանային համակարգեր ցուցադրվեցին, Մոսկվան դա էլ չհամարձակվեց անել։ Բայց ավելի կարևորը այն է, որ Ուկրաինան 1/3-ով կրճատեց Ռուսաստանում նավթի արտադրությունը եւ դա ամենահամեստ եւ նվազագույն գնահատականն է։ Հայտնի է, որ օկուպացված Ղրիմում բենզին արդեն չկա, այնտեղ բազմակիլոմետրանոց հերթեր են։ Դա նշանակում է, որ Ղրիմի այսպես կոչված հանգստյան շրջանն է տապալվում, ամառը սկսվեց եւ Ղրիմի հիմնական եկամուտը Ղրիմի բնակչության եղել էր հանգստացողների, զբոսաշրջիկների այցելությունը, դա չի լինի, որովհետեւ Ղրիմ միգուցե հնարավոր է հասնել, բայց այնտեղ տեղափոխվել եւ առավել եւս մեքենայով դուրս գալ Ղրիմից այլևս անհնար է, բենզին չկա։ Բենզինի հերթերը առաջանում են եւ կենտրոնական Ռուսաստանում։ Ուկրաինացիները անխոչնդոտ ռմբակոծում են Պետերբուրգի նավահանգիստները, որտեղ Ուստ-Լուգա կոչվող նավահանգիստը մասնագիտանում է հենց նավթամթերքի վաճառքի եւ վերամշակման վրա։ Սարատով, Սամարա, Պենզա, Տվեր, Ռիազան, Մոսկվայի մերձ Մոսկվայի մարզը, դրանք բոլորը հիմա ուկրաինական անօթաչու թռչող սարքերի թիրախում են։ Ռուսաստանը պարտվում է նախ եւ առաջ տեխնոլոգիապես։ Այսինքն սրա եւ Պուտինի անսպասելի քաղաքակիրթ առաջարկի, ես նկատի ունեմ Հայաստանին արված ապահարզանի առաջարկի, միջև կա ուղիղ կապ։ Այդ կապը իհարկե կա, որովհետեւ եթե Ռուսաստանը կարողանար Հայաստանի հետ խոսել այլ կերպ, այլ ոչ թե միայն ծիրան, լոլիկ, ծաղիկ, բորժոմ, կներեք, ջերմուկ
մակարդակով, երկերեն կայլ կերպ խոսեք, բայց չեն կարող, որովհետև բարեբախտաբար չունեն ընդհանուր սահման Հայաստանի հետ։ Եվ Ռուսաստանի ընդհանուր թուլացումը տալիս է խուսանավելու հնարավորություն նաև Հայաստանին։ Պարզապես ինչու մենք այդքան անհամբեր ենք, ինչու եք դուք անհամբեր այդքան և անհանդուրժող ասում են մեզ եվրոպական կուսակցության մասնակիցներիս, անդամներիս, որովհետև մենք ոչ միայն ժամանակ ենք կորցնում այս մերժումներով, մենք կորցնում ենք նաև տարածքներ, որովհետև կրկնեմ նորից ու նորից, ամենայն պատասխանատվությամբ և համոզվածությամբ ընդունվեր այդ առաջարկը 18 թվականին, որը կար, չեր լինի 20 թվականի պատերազմը համենայն դեպս չեր լինի այսպիսի արդյունքով։ Ընդունվեր այդ առաջարկը 21-22 թվականին, երբ Եվրոպան ոչ միայն առաջարկեց, այլ բերեց դիտորդական խաղաղապահ առաքելություն, որը փակեց Հայաստանի արևելյան սահմանը, և ով էլ ինչ ասի կամ չասի, այդ պահից ի վեր 22 թվականի նոյեմբերից հետո մեր զինվորները չեն զոհվել ադրբեջանցիների հարձակումներից և Ադրբեջանը չէր հանդգնում ճեղքել այդ անզեն եվրոպական դիտորդների շղթան։ Ինչու՞։ Որովհետև Եվրոպան անմիջապես պատժամիջոցներ կմտցներ Ադրբեջանի դեմ առանց անգամ Հայաստանի խնդրանքի։ Իսկ Ադրբեջանը նման բանի պատրաստ չէ։ Եվ եթե Հայաստանը ոչ միայն լռեր, այլ նաև դիմեր ոչ թե հապկի իր մասնակցությունը սառեցնել, այլ Եվրամիությանը անդամակցել, դիմում տալ ՆԱՏՕ-ին միգուցե, և այդ խաղաղապահ առաքելությունը դարձնել ռազմական ներկայություն Ֆրանսիայի զորքերի, Լեհաստանի զորքերի համար, Միացյալ Նահանգների, ապա չեր լինի 2023 թվականի Արցախյան աղետը։ Ու նույնիսկ հիմա ես շարունակում եմ պնդել, որ եթե հենց հիմա ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը դիմում գրի, չի գրի, բայց եթե գրեր, ապա անկլավների հարցը բացարձակապես այլ մեկնաբանություն և ընթացք կստանար։ Բայց նա գերադասում է հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին և գործարքներին, որ կնքել է Պուտինի և Ալիևի հետ։ Սա ֆիքսենք։ Իսկ ով է կանգնած հիմա Ադրբեջանի թիկունքում։ Ռուսաստանը դեռևս պահպանում է ռազմավարական հարաբերությունները, բայց անգամ Պուտինի խելքին հասավ, որ Ալիևը ինչպես բոլոր նախորդ թուրքական, ադրբեջանական առաջնորդները խաբելու են, գցելու են, օգտագործելու են, օգտվելու են և դեն են նետելու Ռուսաստանին, այնպես ինչպես արեց Մուստաֆա Քեմալը Լենինի օրոք, ինչպես արեց Ինոնյուն Ստալինի օրոք, ինչպես Հեյդար Ալիևը վարվեց Ելցինի օրոք և ինչպես Իլհամ Ալիևը վարվեց Պուտինի հետ։ Այդպես Ադրբեջանը գնալով ավելի է ապավինում Թուրքիային, բայց Թուրքիայի իրավիճակը նույնպես կտրուկ փոխվեց։ Թուրքիան, որը Էրդողանի օրոք հայտարարել էր շատ հավակնոտ մի ծրագիր, 0 խնդիրներ հարևանների հետ, դա պաշտոնական կարգախոս էր և քաղաքական, պետական
գաղափարախոսություն։ Հիմա փաստացի իրավիճակը ճիշտ հակառակն է։ Զերո հարևանություն առանց խնդիրների։ Թուրքիան թշնամացել է կրկին իր բոլոր հարևանների հետ եւ ավելացրել դրան եւս մի թշնամի, միգուցե ամենավտանգավորն ու սարսափելին իր համար։ Տեսեք, վերջին շրջանում Թուրքիան կտրուկ վատթարացրել է հարաբերությունները Հունաստանի հետ։ Հունաստանը պահում է ահռելի մեծ տանկային ռազմական մի բռունցք Թուրքիայի սահմանի վրա։ Գնել է նորագույն F-34 կործանիչ ռմբակոծիչ ինքնաթիռներ Միացյալ Նահանգներից, որը Թուրքիային չեն վաճառում։ Կտրուկ սրվել է հարաբերությունները եւ Կիպրոսի հետ։ Կտրուկ վատացել են հարաբերությունները Իրանի, Իրաքի հետ։ Ամենակարևորը, որ արդեն 1.5 տարի է, ամենադեպս 1 տարի հաստատ, ինչ Թուրքիան իր գլխավոր տարածաշրջանային թշնամի հայտարարել է ոչ ավել ոչ պակաս Իսրայելը։ Իսրայելը ամենաբարձր մակարդակով նախագահներ, վարչապետ, նախարարներ, Քնեսեթի խորհրդարանի խոսնակներ հայտարարում են Թուրքիային գոյաբանական սպառնալիք Իսրայելի համար։ Դա Էրդողանի անկասկած մեծագույն նվաճումն է։ Այս ֆոնի վրա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները գրեթե միակ լուսավոր կետն են Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Այն էլ շնորհիվ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ գործիչների եւ Նիկոլ Փաշինյանի։ Եվ կարծում եմ, որ ինչ որ բան ինձ ասում է, որ այս կապը կայուն երկարատև եւ հեռանկարային չէ։ Իրանի իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Այո, Իրանը կարևորագույն հոգեբանական, բարոյական ու քաղաքական հաղթանակ տարավ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բախման ընթացքում։ Բայց դրա տնտեսական եւ աշխարհակաղակական գինը սարսափելի բարձր է։ Իրանը քանդեց հարաբերությունները արաբական երկրների հետ եւ եթե մինչեւ այս պատերազմ արաբական փողոց այսպես կոչված դիտում էր Իրանը համենայն դեպս շիական Իրանը որպես մահմեդական աշխարհի առաջնորդ եւ դա Խոմեյնիից սկսած ավանդույթ էր, ապա հիմա դա այդպես չէ։ Եվ առաջնա ամենաերևի կարևոր սուննիական երկրները Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները, Կատարը, Օմանը, Բահրեյնը, ինչ որտեղ նաև Եգիպտոսը, ոչ այնքան, բայց նույնպես այլևս չեն դիտում Իրանին որպես կայուն վստահելի հավատարիմ դաշնակից։ Իր մարտավարական նպատակների համար Իրանը ռմբակոծում էր արաբական երկրները, այո, պատճառը պարզ էր եւ արդարացված։ Այնտեղ գտնվում են ամերիկյան զորքերը, բայց արաբները բախվեցին մի շատ վտանգավոր իրողության հետ։ Պատերազմը փաստորեն քանդեց արաբական թագավորությունների տնտեսությունը։ Համենայն դեպս արաբական էմիրությունների գլխավոր եկամուտները, առևտուրը եւ զբոսաշրջիկությունը, ինչպես նաեւ շինարարությունը անշարժ գույքը, մի քանի անգամ անկում ապրեց եւ նման անկումները շատ դժվար է վերականգնել։ Դրա հեռավոր հետևանքները դեռևս գերեվան։ Իսկ ով է ուժեղացել այս
համընդհանուր ճգնաժամում երկու երկիր, ավելի ճիշտ մեկ երկիր եւ մեկ միություն։ Երկիրը դա իհարկե Չինաստանն է, որը դառնում է կայունության ու ուժի աշխարհակահաղական նոր կենտրոն։ Դարձել է արդեն, պաստորեն դա հիմա ընդունվել է։ Եվ երկրորդը դա Եվրոպական միությունն է, որը մեր աչքի առաջ առևտրական դաշինքից դարձել է, համենայնդեպս դառնում է հզորագույն ռազմական աշխարհակահաղական միացում, միություն, բևեռ, ահա ինչու Հայաստանի համար այդքան կարևոր է դրան միանալը եւ այդքան ցավոտ ու անընդունելի է հապաղելու ամեն ամիս, ամեն օրը, ամեն ժամը։ Բաժանորդագրվեք, եթե ձեզ հետաքրքիր են մեր զրույցները, իսկ ես սրանով ավարտում եմ մեր այսօրվա հանդիպումը, ցտեսություն եւ լավ շաբաթ ձեզ։